Փարիզը շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, խնդրեմ, որ թեմայից կցանկանաք սկսել, համեցեք։ Դե սկսենք, կարծում եմ, ամենակարևոր թեմաներից մեկը Ռոբերտ Քոչարյանի կյանքն ու գործունեությունը ցույց տվող ֆիլմի ցուցադրումն էր, որտեղ ճիշտ ասած շատ սպասված ֆիլմ էր, որտեղ վերջապես մենք կարողացանք տեսնել այն, ինչը լայն հանրությանը հայտնի չէր, տարիներ շարունակ տարբեր շրջանակների կողմից, ես պետք է շեշտեմ հատկապես դրսից անհայտ տեղերից ֆինանսավորվող տարբեր լրատվական ռեսուրսներով Ռոբերտ Քոչարյանի դեմ տարվել է սև քարոզչություն, ստեղծել էին մի ասենց վատ, նեգատիվ, բացասական մտապատկեր ու սրանով փորձել էին խեղդել նրա կատարած բազմաթիվ էական, նշանակալի կարևոր գործեր, օրինակ այսօր մարդիկ հազար տեսակ ստեր գիտեն Քոչարյանի մասին, բայց օրինակ չգիտեն, որ Փարոս ընտանեկան նպաստի համակարգը դա Քոչարյանի վարչապետության ժամանակ ներդրված համակարգ է եւ իր անմիջական մասնակցությամբ իր հետևողական աշխատանքի շնորհիվ ներդրված համակարգ է։ Փարոս ընտանեկան նպաստի համակարգը, տեսեք, արդեն 97 թվականից գործում է, արդեն մոտ 29 տարի, երևի 100 հազարավոր անապահով ընտանիքներ Հայաստանում ստացել են այդ նպաստը, կարողացել են որոշակի խնդիրներ լուծեն, չափազանց ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ կարողացել են որոշակի այն ամենանվազագույն խնդիրները լուծել այդ միջոցով, բայց դրա մասին ով գիտի, ոչ մեկ չգիտեն, ու հիմա երբ որ արդեն ֆիլմը եղավ, տարբեր հետաքրքիր դրվագներ ներկայացվեցին, մարդկանց համար կամաց պարզ կլինի իրականում ինչա կատարը։ Էսա, ֆիլմը լավն էր, հետաքրքիր էր, հնարավորություն ստացա լայն հանրությունը ավելի ճիշտ ճանաչելու, ճիշտ հասկանալու ինչ էր, այստեղ նաև կառանձնացնենք Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները Ժակ Շիրակի հետ, Մակրոնի ես ինձ թույլ տամ ասեմ խայտառակ հայտարարությունը, որ 8 տարի առաջ հնարավոր չէր, չգիտեմ, խայտառակ, անհեթեթ, տենց բան ընդհանրապես երկրի ղեկավարի Ֆրանսիայի նման լուրջ երկրի, տենց անլուրջ ղեկավարի կողմից ոնց կարա տենց բան ընդհանրապես ասվի։ Մակրոնը հենց ինքը 2018 թվականին ֆրանկոֆոնիայի այդ գագաթաժողովի շրջանակներում, որը նախապատրաստվել էր 2016 թվականից, եկել էր Հայաստան։ Այսինքն այս ժամանակ 16 թվականին ինչ Նիկոլ Փաշինյան, չկային սրանք ընդհանրապես։ Նախկին իշխանության ժամանակ ստեղծած այդ ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որը անցկացվեց Երևանում, Մակրոնը ներկա էր, մասնակցում էր, հիմա ասում է 8 տարի չի եկել, բալա հիշենք հենց դրանից առաջ ինչ է տեղի ունեցել։ Ժակ Շիրակը երկու անգամ 2006 թվականին առաջի անգամ Ժակ Շիրակը եկավ Հայաստան ու ես այստեղ որոշ հետաքրքիր մանրամասներ պատմեմ, որ Ժակ Շիրակի Ռոբերտ Քոչարյանի միջև ընկերական բավականին ջերմ հարաբերություններ են ստեղծվել։ Մի անգամ հանդիպումներից մեկի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պատմեց, երբ որ ինքը արդեն պաշտոնաթող նախագահ էր եւ ճամփորդում էր, այսինքն պետք է միջանկյալ թռիչք ունենար Ֆրանսիայում, անգամ այդ թռիչքների ժամանակ իրենք հանդիպել են։ Այդտենց լավ հարաբերություններ են եղել։ Հիշում եք Ֆրանսիայի հրապարակի բացումը հանդիսավոր այդ արարողությունը, երբ որ տեղի ունեցավ։ Ժակ Շիրակի մասնակցությամբ էր։ Ժակ Շիրակ, Օլանդ, Սարկոզի, Մակրոնը հենց ինքը բազմաթիվ այցեր են տեղի ունեցել ու մեկ էլ մի հոգի կանգնում ասում է Ռուսաստանի, չգիտեմ, արբանյակներ հնարավոր չէր, այդ տեսակ ստեր ոնց կարա այդ մասշտաբի մարդկանցից ընդհանրապես սпасել, չգիտեմ, նիկոլիզմը տիրել է, էլի, ես ինչ վիճակա, ոնց կարա սենց լինի ընդհանրապես։ Ու ոչ միայն Իրանի, ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև Իրանի նախագահի հետ, չգիտես, ոչ միայն Իրանի, բազմաթիվ երկրների հետ, այդ թվում եվրոպական երկրների ղեկավարների հետ նախկինում եղել են շատ լավ ընկերական հարաբերություններ։ Այս վերջերս էլի Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում պատմեց դրա մասին, որ ոնց է Սլովակիայի նախագահի հետ հոնի օղի խմել եւ այլ։ Իրանի նախագահի հետ հատկապես բավականին լավ հարաբերություններ են եղել։ Ես ասեմ, որ
Իրան-Հայաստան գազատարի կառուցումը մեծապես կախված է եղել հենց Իրանի նախկին նախագահ Ահմադի-Նեժադի հետ Ռոբերտ Քոչարյանի ունեցած շատ լավ դրական կառուցողական ընկերական հարաբերությունների շնորհիվ այդ իրականացել։ Այսինքն քաղաքականության մեջ կարևոր է ընկերական ջերմ հարաբերությունները, որոնք ոչ թե ինչ-որ ստերի տարածման են ծառայում, այդ ընկերությունը նկատի ունեմ, այլ երկրի շահերին։ Դուք պատկերացնում եք, եկեք հələ հասկանանք գազատարի մասշտաբը, եկեք հասկանանք, հələ մեկ պատկերացրեք, հիմա հնարավոր է տես ինչ-որ մեկը մի բան ստեղծի։ Հələ պատկերացրեք, մենք հյուսիսից ունենալով էներգետիկների մուտք կարողանում ենք միաժամանակ հարավից ստեղծենք հնարավորություն ու փոխանակման ծրագիր անենք։ Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիր անենք։ Դրա համար նաև երկրորդ բարձրավոլտ ցանցը կառուցվեց։ Կառուցվեց գազատարը, կառուցվեց երկրորդ ցանցը եւ սկսեց այդ փոխանակման ծրագիրը գազ էլեկտրաէներգիայի դիմաց, որը փոխշահավետ ծրագիր է, մինչև հիմա գործում է։ Ու նորից եմ ասում, ստեղ էական նշանակություններ հենց Ռոբերտ Քոչարյանի եւ Ահմադի-Նեժադի լավ ընկերական հարաբերությունները, իմիջիայլոց ասեմ, որ երկուսն էլ մասնագիտությամբ ինժեներներ են եւ մոտ են իրանք մասնագիտական առումով եւ կարողացել են լավ լեզու գտնել հասկանալ ու այդ պատմական մասշտաբային նախագիծը իրականացնել։ Հաջորդ թեման, որ կարելի է անդրադառնալ, տեսեք, տարիներ շարունակ, ամիսներ շարունակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին ինչ-որ մեղադրանքներ, երկու բառ չի կարող իրար կապի, դա չգիտեմ ինչ, եւ այլ, Այն մարդիկ ասում են մենք ուղղակի խոսելու հնարավորություն չունենք։ Հիմա այդ հնարավորությունը տվել են, Կարապետյանը սկսել է խոսել, այսինքն այդ արգելքը հանվել է կալանքի հետ կապված, ու ինչ։ Արդեն Նիկոլ Փաշինյանը խառնվել է իրար։ Արդեն դատի տալու մասին է խոսում։ Այդ ինչ եղավ, ասում էր չի կարող խոսքեր ասի, չի կարող երկու բառ կապի։ Հիմա ո՞նց եղավ, որ բառերը կապում է իրար ու դու դրանից վիրավորվում ես, գնում ես ուզում ես դատական միջամարտություն ունենաս, այս ո՞նց է լինում։ Սուտ ես չի ասելի փաստորեն։ Դատի եմ տալու։ Ինչ է դատի տալիս։ Քննադատության համար ասում էր չի կարա խոսա։ Սա ո՞նց է խոսում։ Չի կարելի տենց։ Առանձնացնեմ, այստեղ էական բաներ կա մի քանի մոտենում ենք ընտրություններին, նախ տեսեք։ Նորից եմ ասում, մի քանի անգամ ասել եմ, բայց կրկնեմ։ Ընտրությունների մասնակցությունը էական է։ Ընդդիմադիր տրամադրություն ունեցող մարդկանց համար միայն տեղամաս գնալը քիչ է, հարգելի հայրենակիցներ։ Ձեզ կոչ եմ անում անպայման ոչ միայն գնալ տեղամաս ընտրությանը մասնակցել, այլ ամեն կերպ աջակցել խորհրդարանական ընտրությունների մասնակցող ընդդիմադիր ուժերին։ Անպայման ամեն կերպ սկսած սոցիալական ցանցերում, սկսած տեղում գրասենյակներում, սկսած մեծ հավաքների մասնակցելով, անտարբեր մի մնացեք։ Ճակատագրական վճռորոշ ընտրություններ են սպասում։ Դու տեսնում եք ինչ է կատարվում, ինչա տեսակ տարբեր տեղեկություններ կան, որ Մակրոնը փորձել է Թուրքիայի ցամաքային սահմանով անցնել, խորհրդանշական ինչ-որ եւ այլ, այսինքն մեզ շատ գեղեցիկ փաթեթավորում, բայց գցում են Թուրքիայի ազդեցության գոտի։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Ու այդ արվում է այդ Մակրոն կոչվածի եւ մյուսների զրամ։ Դրա համար մեր ընտրությունների նշանակությունը չափազանց մեծ է, չափազանց կարևոր է։ Այդ առումով նորից եմ ասում, կարևոր է անպայման գնալ, մասնակցել եւ ոչ միայն գնալ մասնակցել, այլ ընդհանրապես աջակցել ընդդիմադիր հիմնական ուժերին այս ընտրություններում, որ կարող են հաղթել։ Տեսեք, ես այդտեղ կառանձնացնեմ Հայաստան Դաշինքի սոցիալական ծրագրերը։ Շատ հետաքրքիր, էական, դրական փոփոխություններ բերող բաներ կան։ Իրականում Հայաստան Դաշինքի գլխավոր առաջին համարը գլխավորողը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, տեսեք, Փարոս ընտանեկան նպաստի համակարգը, մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնությունը, ծննդօգնության անվճար հավաստագրի ներդրումը եւ այլը։ Այս ամեն ինչը եղել է 98-ից 2008 թվականներին, կամ պոլիկլինիկաների անվճար բուժսպասարկումը,
Այս ամեն ինչը եղել է 98-2008 թվականներին։ Տեսեք, Փարոս ընտանեկան նպաստի համակարգ, ծննդօգնության հավաստագիր, անվճար ծննդօգնություն, պոլիկլինիկաներում անվճար բուժօգնություն, մինչև 7 տարեկան երեխաներին անվճար հիվանդանոցային բուժօգնություն եւ միաժամանակ բազմաթիվ բուժկետեր եւ այլը կառուցվել վերանորոգվել են 98-ից 2008 թվականին, ու այն ժամանակ այս առողջապահության ոլորտում կատարած հսկայական կարևոր էական աշխատանքները հիմք հանդիսացան, որ հետագայում դրա վրա արդեն ավելի էական փոփոխություններ տեղի ունենան։ Այսինքն առանց այն հիմքի հնարավոր չէր տեղի ունենալ։ Հիմա նորից արդեն այս Հայաստան դաշինքը շատ կարևոր հետաքրքիր առաջարկներ է անում։ Առանձնացնեմ մի քանիսը։ Անվճար կրթության իրավունք։ Տարիներ շարունակ Հայաստանում տեղի ունեցած ամենաարատավոր երևույթներից մեկն էր, երբ որ ուսանողները ուսման վճարի պատճառով չեն կարողացել իրենց կրթությունը շարունակել կամ ընդհանրապես չեն ընդունվել բուհեր, քանի որ չեն ունեցել համապատասխան միջոցներ, որպեսզի վճարեն ուսման համար։ Հիմա առաջատար ընդդիմադիր ուժերից մեկը Հայաստան դաշինքը առաջարկում է անվճար կրթություն։ Սա կարծում եմ չափազանց կարևոր նորություն է եւ արժանի է, որ մարդիկ ուշադրություն դարձնեն, ուսումնասիրեն եւ հենց հանգամանքը հաշվի առնելով գնան ընտրության ու իրենց քվեն տան հենց Հայաստան դաշինքին։ Բայց միակը չէ, մի քանի այլ ուղղություններ, կարևոր նորություններ էլ կան։ Առաջին ասեցի, երկրորդը գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հողագործների, անասնապահությամբ զբաղվողները ստաժ չունեն։ Սա սոցիալական անարդարության շատ կոնկրետ օրինակ է։ Մարդիկ տարիներ շարունակ աշխատում են, ստեղծում են բարիք, պահում են քաղաքը, պահում են մեզ, բայց իրենց ստաժ չեն ունենում եւ արդյունքում, երբ որ ծերանում են այդ մարդիկ, ստանում են ցածր կենսաթոշակ։ Այս անարդարությունը լուծելու համար նորից Հայաստան դաշինքը առաջարկում է, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մարդկանց համար հաշվարկվի ստաժ։ Կարծում համաձայն եք, որ չափազանց կարևոր հետաքրքիր առաջարկ է։ Մյուսը վերաբերում է տաքսու վարորդներին։ Էլի մարդիկ զբաղվածության հարց են լուծում, իրենց ընտանիքները պահում են, միաժամանակ նաև արդեն որոշակի հարկեր են մուծում պետությանը, բայց աշխատանքային ստաժ չի հաշվարկում, եւ այս մարդիկ ըստ էության նորից երբ որ դառնան կենսաթոշակային տարիքին հասնեն, իրենք ցածր կենսաթոշակ են ստանալու։ Դրա համար երկրորդ առաջարկը արդեն այս ուղղությամբ դա է, որ տաքսու վարորդների ստաժը հաշվարկվի, որպես այդ մարդիկ կարողանան ունենալ արժանապատիվ ծերություն։ Մյուսը մեր 100 հազարավոր քաղաքացիներ տարբեր ժամանակներում տարբեր տեսակ վարկեր են վերցրել, տարբեր պատճառներով այդ վարկերը չեն կարողացել մուծել, հայտնվել են սև ցուցակներում։ Խոսքը առաջ չափազանցության մի քանի 100,000 մարդու մասին է, որոնք անհուսալի վարկերի տակ են։ Եվ պետությունը բնականաբար չպետք է անտարբեր մնա իր քաղաքացիների այս կարևորագույն խնդրի առաջ եւ այս հանգամանքը հաշվի առնելով Հայաստան դաշինքի սոցիալական ուղղվածությամբ կարևոր առաջարկներից մեկը վերաբերում է դրան, որ պետք է վերանայվի վարկային քաղաքականությունը։ Սև ցուցակներից մարդկանց պետք է հանեն, որովհետև այս ծանր, չգիտեմ, ստրկացնող մի հատ ահավոր բեռ է մարդկանց ուսերին, որ մարդիկ վախենում են, որ 1 օր, 1 ժամ, չգիտեմ, հանկարծ իրենց վարկը ուշացնելու պատճառով հայտնվեն այդ համակարգի մեջ։ Մի քիչ այդ պետքա վերանայվի, մեղմացվի, ովքեր արդեն այդ սև ցուցակներում են, իրանց համար ու նաև ընդհանրապես պայմաններն է պետք մի քիչ մեղմել, որ չդառնա ֆինանսական մահակ, ֆինանսական ահաբեկչության չվերածվի։ Մյուսը 19 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջին այդ ազգակործան քայլերից մեկը գյուղատնտեսության նախարարության փակումն էր։ Նորից կարևոր ոլորտ, չափազանց կարևոր, բռնեցին, փակեցին, միացրեցին էկոնոմիկայի նախարարությանը եւ գյուղատնտեսության կարևորությունը դրանով թույլատրեցին։ Այս առումը, այս հանգամանքը նորից հաշվի առնելով Հայաստան դաշինքը առաջարկում է, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնվի։ Սա առաջին քայլն է։ Նախարարության վերականգնում։ Գյուղացիների համար առաջնային այդ
խնդիր լուծող նախարարությունը վերականգնվում է։ Հաջորդ քայլը արդեն առաջարկում են, որ գյուղացիներին տրամադրվի մինչև 15 միլիոն անտոկոս վարկեր, այսինքն վարկերի տոկոսները սուբսիդավորվեն պետության կողմից։ Սա այնա ինչ որ պետք է գյուղացիներին, որտեվ նախկինում իմիջիայլոց մինչև 18 թիվը, մինչև 2000, մինչև կարծեմ 2013-12 թվերը կար նման վարկեր, էժան գյուղատնտեսական վարկեր, գյուղացիներին հասանելի ու գյուղացիները կարողանում են իրենց տնտեսությունը կազմակերպել էժան դրամական միջոցներ ներգրավելով։ Հիմա զրկվել են դրանից։ Եվ արդյունքում գիտեք ինչ ունենք։ Հայաստանի նման երկրում կա խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կտրուկ նվազում, պակաս։ Սրա հետևանքով տավարի միսը օրինակ դարձել է մոտ 4500 դրամ։ Այդ որ 10000 դրամ թոշակը բարձրացրել են ամիսներով օրական 1500 անգամ խոսում են դրա մասին, չեն էլ ասում, բայց դրան զուգահեռ ինչքան ապրանքի գները թանկացել, օրինակ տավարի միսը միջին կենսաթոշակ ստացող թոշակառուն, եթե ամսվա մեջ 1 կիլոգրամ տավարի միս գնի, նա պետք է ծախսի իր կենսաթոշակի 10%-ը, պատկերացնում եք, այս թանկության աստիճանը ուր է հասել։ Խոսում են սոված թոշակառուների էջը փակել ենք եւ այլ, ու ո՞նց եք փակել։ Եթե 1 կիլոգրամ տավարի միս առնելու համար թոշակի 10%-ը պետք է ծախսի, դուք ո՞նց եք ինչ որ էջ փակել։ Մի խոսքով բավականին հետաքրքիր առաջարկներ կան սոցիալական ոլորտի հետ կապված, Հայաստան Դաշինքի անպայման ծանոթացեք, հետևեք էջերին սոցիալական ցանցերում, մի խոսքով որտեղ հնարավոր է, նայեք, ծանոթացեք, ինչի է այս հանգամանքը կարևոր, որովհետև Հայաստան Դաշինքի դեպքում իրենք ունեն այդ ամեն ինչը իրականացնելու փորձ, հաջող փորձ, բավականին, այսինքն տեսեք, երբեք էլ այդ սոցիալական ուղղվածությամբ քայլերը Հայաստանում բավարար չեն եղել, բայց մի հատ հիշենք 97 թվականին, որ Հայաստանում ամիսներով աշխատավարձեր, թոշակներ չէր վճարվում, ու դրանից հետո եկան ներդրեցին Փարոս ընտանեկան նպաստի համակարգը, չգիտեմ, անվճար բուժօգնությունը մինչև 7 տարեկան երեխաների, անվճար ծննդօգնությունը եւ այլ, այսինքն զրոյից կամաց այդ հիմքերը ստեղծվել են։ Միտքս ինչ է, որ մարդիկ ունեն փորձ այդ աշխատանքներն անելու, ունեն փորձառու ղեկավար, փորձառու թիմ, հենց կոնկրետ արած աշխատանքի փորձ եւ խոստումներ, որով պետք է այդ ամեն ինչը իրականացվի։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։